Գրիգորյան, ձեզ հաջողվեց պահել ձեր մանդատը, այն փոխանցվեց Նարեկ Միրզոյանին։ Ամեն դեպքում դուք ձեր համար պարզեցիք, թե ինչ է կատարվել, կապ հաստատել, հաջողվեց Կարեն Բադալյանի հետ։ Ոչ, դեռ կապ հաստատել չի եղել, չենք խոսել, չենք կարողացել կապ հաստատել, իսկ ինչ մնում է նույն մանդատի հետ կապված, այո, մեր թիմը բավականին լուրջ պայքար մղեց այդ ուղղությամբ, բոլորդ տեսել եք, թե այստեղ մեր իրավաբանները ինչ պրոցես իրականացրեցին եւ ես ազգային ժողովում նաեւ իմ ասուլիսով ներկայացրեցի, մեկնաբանեցի, թե ինչ է կատարվում Գյումրի քաղաքում, ինչ պրոցեսներ է գնում եւ այդ ամեն ինչը կոնկրետ պայմանավորված էր, այսպես բարձրաձայնումը պայմանավորված էր նրանով, որ փորձում էին օրենք խախտել, այսինքն մեր ավագանին դիմում է գրել դուրս գալու եւ դիմումը գրելուց հետո քաղաքապետը արձանագրությունը կազմել է եւ տվել է առաջ, որից հետո արդեն այդ մարդը համարվում էր ոչ ավագանի, այսինքն մանդատը արդեն կորցրած է համարվում։ Դրանից հետո արդեն ասել եմ, խոսել եմ այդ մասին, դրանից հետո հանձնաժողովը պարտավոր էր նիստ գումարել 7 օրվա ընթացքում, նաև այդ 7 օր եւ 7 աշխատանքային օր էդել էր վիճելի մեծամասամբ ինքը ավելի շատ 7 օրվա ընթացքում պիտի արվեր, 7 օրվա ընթացքում պիտի նիստ անեին եւ ընդամենը հանձնաժողովը արձանագրություն կազմողներ եւ մանդատը հանձնողներ, ընդամենը մանդատը փոխանցողներ եւ հանձնաժողովը այդ ընթացքում փորձում էր ցկցկել, այսինքն ժամանակի վրա էր խաղում եւ դա մեզ արդեն պարզ էր, հասկանալի էր, դրանից հետո մեզ հասած ինֆորմացիայով, որ նաեւ Կարենը Բադալյան դադի է տվել, այսինքն դատարան է դիմել այդ առումով, նաև այստեղ հասկանալի էր հանձնաժողովի, այսպես դանդաղելու, հանձնաժողովի ցրողական վերաբերմունքը, որ ամեն ինչ արվում էր, արդեն պարզ է մեզ, թե այդ ամեն ինչի համար արվեց, արվում էր նրա համար, որ դատարանը վարույթ ընդուներ եւ դատարանը կասեցներ հանձնաժողովի տվյալ գործով գործունեությունը, որպեսզի հանձնաժողովը չկարողանար փոխանցել մանդատը եւ այդ դատական process-ների արդյունքում ցկցկելով փորձեին այդ հարցը այնպես անեն, որ մեր քաղաքախմբակցությունը 6 մանդատի փոխարեն ունենար 5 մանդատ։ Ամբողջ process-ը այդ էր, դատական վարույթը, որ ընդունվել է եւ այդ դիմումը, դատարան դիմումը, որ նայում ես, այնտեղ ընդհանուր առմամբ նույնիսկ նույն Կարեն Բադալյանի այդ բողոքի ենթատեքստներ էր, որը հասկանալի էր, նաեւ այդ երկու էջանոց բողոքը, որ գրել է, դատարան դիմել է, նաեւ այդտեղ հասկանալի է, որ նաեւ գալիս է փաստելու այն մասը, հանգամանքը, որ իրականում ինչ որ մարդիկ Կարեն Բադալյանի փոխարեն այդ ամեն ինչը անում են եւ ներկայացնում են, որպեսզի կարողանային այդ մանդատը ծառայեցնեին իրենց նպատակին։ Ձեր հարցազրույցները շատ դրական է արտահայտվում Կարեն Բադալյանի մասին, այսինքն դուք չեք սպասում, համոզված չեք, որ նա է հենց անողը։ Դե հասկանալի է, որ ինչ արվում է իր ձեռով է արվել, այդ ընթացքում ինչ արվել է իր ձեռով է արվել, բայց թե իր կամքով էր իրականում, թե իր կամքով չէր, այդ էլ ժամանակը ցույց կտա, կտեսնենք, թե ինչով էր պայմանավորված, քանի որ մինչև օրս Կարենի հետ չենք խոսել, չենք զրուցել, չենք հանդիպել, չենք կարողացել հանդիպել Կարենին եւ իրականությունը հասկանանք, թե ինչով էր պայմանավորված, եթե մարդը գալիս է ինքը իրենով խնդրում է, բացատրում է, արգումենտները բերում ենք, հասկանում ենք, դրության մեջ մտնում ենք եւ դրանով պայմանավորված ինքը ինքնական դիմում է գրում, դուրս է գալիս ու այն պայմանով, որ ինքը մնում է մեր թիմի
անդամ, ինքը նույնիսկ ավագանու նիստերին ոչ ավագանու կարգավիճակով պատրաստակամություն է հայտնում գալ, մասնակցել, այստեղից հետևություն, որ իրականում այդ մարդը, որ ասում էր աշխատանքի անցնելու խնդիր, ինքը անձնական բնույթի խնդիր ուներ եւ անձնական բնույթի խնդիր ունենալով մարդը պատրաստ էր թիմի մեջ մնալ։ Եվ դրանից հետո չկա բացարձակ մի բան, որ մտածես, թե ինչն էր պատճառը կամ ինչ կարող էր պատճառ լինել, որ Կարենը աներ այն քայլերը, ինչ որ այս պայծրությամբ արվում է, այսինքն գնալ դիմում է դիմել էլեկտրոնային, ինչքան գիտեմ, էլեկտրոնային գրել դիմում է հետ ուզել, դրանից հետո մի քանի րոպե հետո դիմում գրել խմբակցությունից դուրս գալու մասին, որը ընդհանրապես անհասկանալի էր եւ դրա մասին ինքը նաեւ պարտավոր էր խմբակցությանը գրելու ըստ օրենքի, ոչ միայն քաղաքապետարան, այլ նաեւ մեզ պիտի տեղեկացներ, խմբակցությանը պիտի դիմեր այդ մասով, օրենքը այդպես է պահանջում ու դրանից հետո արդեն նաեւ դատի տալը, դատական process-ներ իրականացնելը։ Այնուամենայնիվ այս մասով գործը դատարանը ոնց որ թե վարույթ վերցրել է եւ մենք կարող ենք ասել, որ համակարգված համագործակցություն է եղել այդտեղ, որբիսի կարողանան կանխեին մանդատի փոխանցումը հաջորդ համարին։ Իսկ այս դեպքում դատարանը որևէ շանս ունի օգուտ Կարեն Բադալյանի որոշում կայացնելու։ Դե մենք հետևողական ենք լինելու, փաստաբանները ուշադրության կենտրոնում են պահելու, եթե զգացինք, որ կարիքը կա, չնայած ըստ մեր ունեցած ինֆորմացիայի շատ թույլ եւ սխալ հիմքերով առաջ տրված գործ է, բայց այնուամենայնիվ մենք հետևողական ենք լինելու, պայքարելու ենք մեր մանդատի համար, ինչպես տեսակ, այո, փորձ արվեց, բայց մենք մեր թիմով պայքարեցինք ու այս պայքարությամբ մենք հաջողել ենք, թույլ չտվեցինք, որպեսզի այն ինչ որ իշխանությունը, որը նաև այսպես ասեմ, բնական է, իշխանությունն է, փորձում է, ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանա այս պայքարությամբ Գյումրի քաղաքում իշխանությունը խլել, մեր պահով մենք ամեն դեպքում կարողացանք այս մի process-ների դեմը, այսպես ասեմ, առնել, իսկ դատական process-ներին մենք պատրաստ ենք դատի են տվել, դատական process-ներ են իրականացնում, մենք պատրաստ ենք, մենք գնալու ենք մինչև վերջ։ Պարոն Գրիգորյան, Գյումրիում խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Կարեն Բադալյանի վրա փորձել են ներազդել օրենքով գողերի միջոցով։ Ինչ կասեք այս խոսակցությունների մասին, սրանք սին խոսակցություններ են, թե իրականությանը մոտ են, իդեպ այս թեմայի շուրջ նաև պարզաբանումներ ես փորձել եմ ստանալ ձեր խմբակցության ղեկավարից, նա անտեղյակ էր, բայց վստահ եմ, որ դուք լսել եք այս խոսակցությունների մասին։ Նունե ջան, իսկ ովքեր են այդ մասին խոսողը քաղաքում, օրինակ հետաքրքիր է, ովքեր են, կան իրականում կան այդ մարդիկ, լսել եք, իրականում կա այդ խոսակցությունները։ Ես օրինակ խիստ կասկածում եմ, որ քաղաքում նմանատիպ խոսակցություններ կա ու շրջանառվում է։ Բայց որ շահագրգիռ մարդիկ կարող է լինեն նմանատիպ խոսակցություններ քաղաքում տարածելու, այդ հասկանալի է։ Ու այդ շահագրգիռ կողմը հասկանալի է նաև ով են։ Շահագրգիռ կողմը հենց այն մարդիկ են, ովքեր որ ամեն ինչ անում են, ցանկություն ունեն Գյումրի քաղաքում թշնամություն սերմանել մարդկանց մեջ, թիմերի մեջ, խմբերի մեջ, տղաների մեջ, այդ ամեն ինչը հասկանալի է։ Եվ այդ ձեռագիրը արդեն պարզ է, որ այդ ձեռագիրը նույն իշխանության ձեռագիրն է։ Ինչ էր արվում այս ամբողջ ընթացքում։ Քաղաքապետի ընտրություններից հետո ամբողջ թիմը իշխանական, ու լավ ամբողջ ասեմ, տեղի պատգամավորները, որոշակի պատգամավորներ Երևանից թողել էին պետության, պետականության, Արցախի, արցախցիների խնդիրները, հարցերը, սահմաններ, մյուս եւ այդ մարդիկ դարդ ու ցավ չունեին, այս մարդիկ մտածում էին իմ մասին, մտածում էին, թե ես Գյումրի քաղաքում ինչ եմ անելու, ոնց եմ ապրելու, ոնց եմ դուրս գալու Գյումրի, ոնց եմ ժողովրդի հետ շփվելու ու այդ ամբողջ ընթացքում այս մարդկանց խոսույթը որն էր։ Այդ ամբողջ ընթացքում այս մարդկանց խոսույթը թշնամություն սերմանելն էր։
թշնամություն, չգիտեմ դեպքերի մասին խոսելով, որը բացարձակապես իրանց խելքի բանը չէ, թե այն մարդկանց այստեղի գյումրեցիների, թե առավել եւս Երևանի պատգամավորների, որոնք բացարձակապես ոչ այդ ամեն ինչից գաղափար ունեն, ոչ էլ իրավունք ունեն այդ ամեն ինչի մեջ իրենց քիթը խոթելու։ Իրենց այդ ամեն ինչի արդյունքում իրանք ունեցան այն, ինչ ունեցան Գյումրիում, արձանագրեցին պարտություն, ու հենց այդ Երևանից եկած այդ նույն պատասխանատուների շնորհիվ էր, որ իրենք այսօր այստեղ Գյումրիում չունեն քաղաքապետ։ Այդ պարտությունը նաև իրանցով էր պայմանավորված, որովհետև իրենք Գյումրին չգիտեին, իրենք Գյումրիին չէին տիրապետում, որի արդյունքում ունեցան այն, ինչ ունեցան։ Իսկ այդ թշնամությունը ամբողջ խոսույթը գնում էր նրա մասին, որ թշնամություն ունեք, հարաբերություններ ունեք, դեպքեր էին հիշադակում, այրունի մասին էին խոսում, դուք պատգամավորներ եք, թե այստեղ հարցեր լուծող եք, թե ռազմորկա անող եք, թե ճիշտ ու սխալը որոշող եք այս քաղաքում, ով ում հետ քաղաքական թեմաները բերել խառնել անձնական թեմաների մեջ, ով եք դուք։ Դուք ձեր ապրած կյանքով ով եք, ձեզանից ինչ եք ներկայացնում, որ Գյումրի քաղաքում որոշեք, թե ով ում հետ ինչ անի։ Սա քաղաքականություն է, սա քաղաքական պրոցես էր։ Առաջի օրվանից Գրիգորյան Մարտունը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցություն չի լինելու առաջի օրվանից։ Եվ մինչև վերջ Գրիգորյան Մարտունը պահել է իր խոսքը։ Ես իմ հարցազրույցի ասուլիսի ժամանակ էլ այդ մասին խոսել եմ, շատ չեմ ուզում մանրամասնել, բայց սրանց արածը ինչ էր, այսինքն խորացնել թշնամությունը։ Մարդ կար ասում էր, այնտեղ գյումրեցիների գլխից հանկարծ մազնի, չգիտեմ, էս լինի, այն լինի, բայց այդ ամեն ինչը մտածողը, այդ ամեն ինչի մասին մտածողները չէին մտածում, չէին գիտակցում, որ դրանով քաղաքում ավելի շատ խորացնելու են թշնամությունը։ Քաղաքական պրոցես է, ընդդիմությունը մասնակցել է ընտրություններին, 9-ից 8-ը ասել են, որ չենք համագործակցելու, եւ ընտրություններից հետո հավաքական ընդդիմության հաղթանակը ամրագրվել է, որ ընդդիմությունը հաղթել է։ Դրանով պայմանավորված այսպես խառնվել իրար, փորձել թշնամություն, հիմա այն չմարսեցին, տեսան, որ այդ խայցերը, իշխանական այդ մուտիլովկաները, այդ խայցերը կուլ չենք տալիս, դրանից անցան, վերջացրեցին, հիմա էլ անցել են այս պրոցեսների մեջ բերելով մարդկանց անուններ կամ գողական աշխարհը մարդկանց մեջ բերում են, դրանով փորձում են հիմա էլ մեկ ուրիշ մուտիլովկաներ անել։ Պիտի հիասթափեցնեմ այդ կազմակերպիչներին, ովքեր որ փորձում են ամեն ինչ անում են, որ խառնաշփոթ, թշնամություն, Գյումրիում արնայեղություն են ուզում, արուն են ուզում, սրդերը արուն է ուզում, այդքան 5000 զոհերը հերիք չէր, այդքան հաշմանդամները հերիք չէին մեզ, այդ պարտություններին ու պատերազմները մեզ հերիք չէր, հիմա էլի Գյումրիում սրդերները ուզում է թշնամություն իմ ու Վարդան Ղուկասյանի թիմերի միջև, թշնամություն իմ եւ Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն Վարդան Ղուկասյանի ու Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն քաղաքի տղաների միջև, որբիսի դե հասկանալ է իշխանության համար այդ թվարկածս մարդիկ ոչ մեկն էլ իրancs համար մեծ հաշվով նշանակություն չունի։ Իրանց համար նշանակություն ունի կոնկրետ մի բան՝ հասնել իրանց նպատակին։ Իշխանությունները միշտ էլ այդ են եղել։ Այնպես է, որ այն ասում է տառապանքս փորձ ունի։ Մշտապես տեսել եմ ես նմանատիպ բաներ, այս խառնակցությունները, բաժանիր որ տիրես, մարդկանց իրար մեջ լարել, թշնամություն սարքել եւ փորձել այս պայծրությամբ էլ տեսան, որ չկարողացան իրավական առումով այս հարցի թեմա առնեն, հիմա է փորձում են այս թեման գցել ինչ-որ մարդկանց գրբանը, որ այ այս մարդիկ են եղել կամ ի նկատի ունեն այս մարդկանց։ Ուրեմն այնքանը չհասկանալով, որ եթե ես շեշտադրում եմ, որ դադի է տվել մեզ Կարեն Բադալյանը, դադական պրոցեսներ է գնում, գործողություն է լինում, ոնց կարող է այդ մարդը ուղղորդվել այն մարդկանց կողմից, ով որ դադական պրոցեսների մեջ է մտնում, կամ այդ մարդիկ ինչ գործ ունեն ընդհանրապես քաղաքականության հետ, ինչ գործ ունեն քաղաքականության հետ կամ մտնեն քաղաքականության մեջ։
Այդ մարդկանց կյանքը լրիվ ուրիշ կյանք է, քաղաքականությունը լրիվ ուրիշ կյանք է, բացարձակապես իրար հետ կապ չունեցող կյանքերի մասին ենք խոսում։ Այստեղ հասկանալի է, որ մեկ ուրիշ խառնակցություն է Գյումրիում փորձում են ձևավորել մեկ ուրիշ խառնակցություն, որը իհարկե թույլ չենք տալու, կգա ժամանակը կպարզվի, կհասկանանք, ինչով էր պայմանավորված Կարենի արած քայլը, ով էր մեղավոր, ինչու էս ամեն ինչը եղավ, ինչ էին ուզում, չնայած ինձ համար պարզ է, հասկանալի է, ընդունելի է, այս տարբերակը ինչի որ գնացինք, ինչի որ հասանք, մնացածը առաջ ասված, բայց ասեմ, որ իշխանությունը ու հատկապես Գյումրիում նույն իշխանության ներկայացուցիչները ոնց որ թե չեն հանդարտվում, ամեն առիթ բաց չեն թողնում, 4 քաղաքական ուժերը իրար հետ այսօր Գյումրիում իշխանությունը կազմում է կոմունիստական կուսակցությունը 3 քաղաքական ուժերի աջակցությամբ, իսկ իմ մասով ես իմ հայտարարության տեքստում մանրամասը ասել եմ, ներկայացրել եմ, երևի կարիքը չկա դրա մասին մանրամասը խոսելու, այդ ամեն ինչով պայմանավորված այսօր կոնկրետ թիրախում Մարտուն Գրիգորյանն է իր թիմով։ Ես դա էի ուզում հարցնել, թե ինչու մանդատակողության փորձը սկսվեց հենց ձեր թիմից։ Այսինքն սրանով ուզում էին ձեզ վարկաբեկել։ Ավելի շատ, ինչքան հասկանում եմ, 3 քաղաքական ուժերը, ովքեր որ աջակցել են Վարդան Ղուկասյանին, 3 քաղաքական ուժերից ամենածանրը տարել են այդ 3-ի միջից ամենածանրը տարել են մեր քաղաքը խմբակցության քայլը եւ հասկանալի է դա ինչով է պայմանավորված, որովհետեւ այստեղ տեսել են ուժ, այստեղ տեսել են պոտենցիալ, այստեղ երևի թե հաշվարկում են, որ իրենց խանգարող մարդը Գյումրի քաղաքում կոնկրետ Մարտուն Գրիգորյանն է եւ դրանով պայմանավորված հասկանալի է, որ ինչ պիտի անեն, պիտի սկսեն ճնշումները, քանի որ առաջիկայում է ազգային ժողովի ընտրությունները 1 տարի է մնացել եւ այստեղ տեսել են կոնկրետ պոտենցիալ, հասկանալի է, որ հարձակումը պիտի լինի Գրիգորյան Մարտունի վրա։ Նմանատիպ խառնակցություններ, թշնամություն սերմանել այս թիմի հետ, այն մարդկանց հետ, մյուսների հետ, բացի դրանից նաեւ լուրջ ճնշում է սկսվել նաև այս պայմանությամբ չեմ մանրամասնում, բայց աշխատանքից ազատել թիմագիստներին, բարեկամներին, ընկերներին լուրջ ճնշում է սկսվել, արդեն կան մի քանի հոգի աշխատանքից ազատված, անհիմն աշխատանքից ազատված մարդիկ, ովքեր կոնկրետ ասոցացվում են ինձ հետ, ում նաև առաջիկայում սպասում եմ էլի պրոցեսների, որի արդյունքում հավաքական մի հատ էլ պատասխան կուտեն այս քայլերի համար, մի հատ էլ կստանան պատասխան այս քայլերի համար, հասկանալի է չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցիների հետ, պիտի հաշվի նստեն ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ, ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր չուզող ժողովուրդը Գյումրի քաղաքում ավելին է, 47,000 մարդ մասնակցել է ընտրություններին, 47,000-ից 17,000-ը քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, մնացածը քաղաքացիական պայմանագիր կուսակցություն չեն ուզել։ Իրենք ասում են մենք հաղթել ենք։ Դե թող ուրախանան այդ հաղթանակով, թող վայելեն այդ հաղթանակը։ Հիմա ինչ է եղել, ինչ են խառնվել իրար, ինչու են ուզում Գյումրի քաղաքը տագնու վրա անեն։ Ես մինչև ընտրություններն եմ ասել։ Այս քաղաքապետի ատորը այնքան կարևոր ու այնքան թանկ էր, որ ես հասկանում եմ քաղաքական ուժերը Գյումրի քաղաքից իրենց պետք է ընդամենը այդ քվեն պետք է Գյումրի քաղաքում շոուն ստանային եւ ամեն մեկը գնային իրենց գործերով։ Ես այն մարդն եմ եղել, որ առաջի օրվանից պայքարել եմ, որ այս ամեն ինչի արդյունքում Գյումրին չտուժի, բայց հասկանալի է, մենակով այդ ամեն ինչի դեմ պայքարելը շատ դժվար էր, բայց այնուամենայնիվ քաղաքական ուժերին Գյումրիում ավելի շատ հետաքրքրում իրենց քաղաքական պրոցեսները։ Իսկ մենք գյումրեցիներս պիտի այդ մասին լավ հասկանալով, գիտակցելով, պիտի ամեն ինչ անենք, որ մենք այստեղ տեղի ժողովուրդը պահենք հանգստությունը, հանդարտությունը, այս լարվածությունը
թուլացնենք ու ամեն մեկս մեր հնարավորության սահմաններում փորձենք Գյումրի քաղաքը զարգացնենք, Գյումրի քաղաքին տանք հնարավորություն։ Նամանավանդ, որ էլի պիտի շեշտեմ, նույն Վարդան Ղուկասյանը որպես քաղաքապետ միայն նա ընդրված քաղաքապետ չի, որ ինչ ուզենա Գյումրի քաղաքում անի։ Կոնկրետ այդ մարդը որպես քաղաքապետ իր յուրաքանչյուր քայլը պիտի համաձայնեցնի մնացած քաղաքական ուժերի հետ։ Եթե եղան խնդիրներ, եթե եղան խնդիրներ Գյումրի քաղաքում, որ մենք զգացինք, որ քաղաքապետի պատճառով այդ խնդիրները առաջ է գալիս, որի արդյունքում տուժելու է Գյումրին եւ գյումրեցին, մի վայրկյան, մի րոպե չմտածեք, որ հանգարց լռելու եմ ես այդ մասով։ Ու իմ խմբակցությունը դուք գիտեք, որ ունի վճռորոշ, այսինքն քվեների առումով ազդեցություն ունեցող խմբակցություն է, ու եթե հանգարց մի բան Գյումրի քաղաքում փորձում են գյումրեցիներին ասել, վայ, տեսակ ինչ եղավ, տեսակ ինչ եղավ, ինչ է եղել։ Ոչ մի բան չի եղել։ Քաղաքապետը ընտրվել է, լավ է աշխատել, լավ աշխատավ, նորմալ աշխատավ, շարունակի աշխատել։ Մենք մեր քաղաքի թշնամին չենք։ Հույսերը տրել են, որ պառակտում լինի ինչի մասին, ինչ պառակման մասին է խոսքը։ Անձնականը մի Ոչ կողմ կոալիցիա է, ոչ կոալիցիա է, ոչ բան, անձնականը դրել ենք մի կողմ անձնականի հետ, բացարձակապես սա կապ չունի, քաղաքի շահն է, քաղաքի խնդիրն է, քաղաքի շահից ելնելով, եթե քաղաքի հետ կապված հարց է ու իշա քաղաքի պիտի լուծում ստանա, ուրեմն մեր քաղաքը խմբակցությունը պատրաստ է, ու պատրաստ է ոչ միայն գործող քաղաքապետի բերած նախագծերի աջակցությանը, այլ նաև եթե ունի նմանատիպ լավ ծրագրեր, նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, նույն Ռուբենը Մխիթարյան, նույն Կարենը Սիմոնյան, նույն մեր քաղաքը խմբակցությունը, մենք պատրաստ ենք այդ նախագծերի կողքին կանգնելու։ Անկախ նրանից դա ում դուր կգա, ում դուր չկա, եթե հանուն Գյումրու է եւ գյումրեցիների, մեր քաղաքը խմբակցությունը այդտեղ է, մեր քաղաքը խմբակցությունը այդ նախագծերի կողքին է, այդ ծրագրերի կողքին է։ Ինչպես նաև մենք էլ ունենք լավ ծրագրեր, հետաքրքիր ծրագրեր, որ մենք էլ մեր ծրագրերն ենք առաջ տալու ու հույս ունենք, որ նույն այդ խմբակցությունները այդ նույն ծրագրերին պիտի կողմ լինեն, քանի որ նույն քաղաքապետը ընդրություններից առաջ ասում էր ես գիտեմ տեղը, ես գիտեմ ձևը, ես գիտեմ գումարները բերելու տեղը, դե մենք էլ որ գիտես տվել ենք հնարավորություն գնա, գտի այդ գումարները, գնա բեր, բոլորիս ծրագրերն է կներկայացնենք, իհարկե մենք հասկանում ենք, մենք գիտենք Գյումրու բյուջեի վիճակը, բայց քանի որ ինքը լրացուցիչ գումարների տեղը գիտեր եւ ձևը գիտեր, մենք տվել ենք հնարավորություն թող բերի, անի, նաեւ դրա մեջ մենք կներկայացնենք մեր ծրագրերը, որովհետեւ նաև անի այդ ծրագրերը։ Պարոն Գրիգորյան, այս ծրագիրը շարունակվելու է, մանդատակողության փորձերը շարունակություն ունենալու են, որովհետև նաև գաղտնազերծվում է, թե երկու կին ավականու անդամներից են փորձելու խլել մանդատը կամ նրանց իրենց կողմը գրավել։ Ճիշտ ասած, չեմ կարող այդպես հստակ ասել, բայց մեր քայլը բավականին լուրջ ազդակ էր, որ նախ մնացած թիմերի համար սա եղավ օրինակ, որ պիտի իրանք էլ պայքարեն, այնպես չէ որ ասեմ զգուշ լինեն, որովհետև դա մեծ հաշվով զգուշության առումով անձի հետ կապված հարց է, չես կարող կոնկրետ ասել, թե ինչ է, յուրաքանչյուր մարդ ինքը պիտի կարողանա իրեն պահել այս պահի դրությամբ, բայց այնուամենայնիվ, որ թիմերը պիտի պայքարեն ու բոլորս միասին պիտի պայքարենք, որ նմանատիպ բան չլինի, դա բոլորը այս օրինակով արդեն իրանց համար էլ օրինակ եղավ, որ ուշադիր լինեն, զգուշ լինեն, ճիշտ է, առաջի քայլը արվեց այստեղից եւ ես արդեն մեկնաբանեցի, թե ինչու է արվում ամեն ինչը մեր թիմի հետ կապված, որովհետեւ ավելի շատ ծանր են տարել մեր արած քայլը, թե ինչ էին ուզում ինձանից ավելին, ես չեմ կարող հասկանալ։ Եթե մարդկային առումով էլ նայես, չնայած սա քաղաքական, պետության, պետականության մասին էր նաեւ խոսքը, որ ես ի սկզբանե դեմ եմ եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը մասնակցելուն, բայց մարդկային առումով էլ որ նայում ես,
ընտրություններից 2-3 օր առաջ բռնել են տալիս հորս, տղայիս, թիմագիսներիս, ավագանիներիս, տեխնացուներին, ընտրությունների բուն օրը կալանավորումներ են անում, ամբողջ թիմից տերորի են ենթարկում, բացարձակապես 2-ից հետո իմ քաղաքական թիմը, իմ աջակիցները չեն կարողացել Գյումրի քաղաքում աշխատանք տանել։ Այդքան բանը արեցին, ընտրություններից հետո լրատվական, չգիտեմ, այդ իրանց պատգամավորների ու մյուսների այդ պայվածքը, այդ չափերները անցնելը մյուսը ու ինչ էին ակնկալում էին, որ Մարտուն Գրիգորյանը այդ ամեն ինչը մոռացել է ու Մարտուն Գրիգորյանը պիտի այս ընտրությունները վիժեցներ, պիտի այնպես աներ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս ընտրություններում ունենար Գյումրու քաղաքապետ, արել են այն, դրա համար եմ ասում, որ Երևանից եկածները պիտի հասկանային Գյումրի քաղաքը փոքր քաղաք է, Գյումրի քաղաքը նմանատիպ բաներին ուշադրություն դարձնող է, իսկ իրանք չէին մտածում, որ նույն այդ Գյումրի քաղաքի բնակիչները, եթե Մարտուն Գրիգորյան իրենց էր օգնում, ինչ էին ասելու, հորը դու տղու բռնել տվեցին, դու էլ իրանց քաղաքապետ դարձրեցիր։ Ինչ փուլում է ձեր որդու, հոր եւ այսպես ասած տատիկների գործը։ Դատարաններում է, պրոցեսների մեջ է, սկզբի ժամանակները այսպես հումորի տվեցինք, շիբինի գործը, մեր շիբինից է շիբինին վնաս չի, չգիտեմ ես չէ ինչ է, բայց արդյունքում տեսանք, որ մարդիկ շատ լուրջ տրամադրվել են այդ ուղղությամբ ու ընդհանուր մինչև գործը արդեն հակակոռուպցիոնից գնացել է դատարան, տեսնենք ինչ են անելու, ինչև ուր են գնալու, տեսնենք այդ նույն շիբինի գործով մարդիկ դատվելու են, թե չեն դատվելու, բնականաբար մենք պայքարում ենք, բայց իրենք էլ չմոռանան, որ գյումրեցիները սա չեն մոռանալու, գյումրեցիները չեն մոռանալու, այսպես մելքի էժան բաներով գյումրեցիների մոտը փորձել կամ ժողովրդի մոտը փորձել տրամադրություն ստեղծել, թե վայ տեսեք Մարտուն Գրիգորյանը կաշառք է բաժնել, շիբին է բաժանել, կաշառք է բաժանել եւ դրանով փորձեին Մարտուն Գրիգորյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպծնեին ու փորձեին Մարտուն Գրիգորյանին դրանով վարկաբեկեին ու հարյուրավոր մարդկանց, այդ որ Թուրքի մայլը ասում էին, Թուրքի մայլը, այդ Թուրքի մայլի ժողովրդին, որ 200 քանի հոգու այս գործերով, այս սդից խուժան գործերով այդ մարդկանց վգա են դարձրել ու այդ մարդկանց Երևանները պիտի քաշտան ու այդ մարդկանց այդքան պիտի անհանգստացնեն, ինչ է թաղի մարդը պատրաստ է եղել Մարտուն Գրիգորյանին ձայն տալու ու այդ մարդկանց անունները հայտնվել է աջակիցների կամ չգիտեմ ինչերի ցուցակներում ու դրա համար այդ մարդկանց պիտի ճնշեն, անհանգստացնեն, այդ նույն Թուրքի մայլի, որը նույն ինքը Արցախ թաղամասն է, այդ նույն Արցախ թաղամասի ժողովուրդը գալու է ժամանակը, իրանց պատասխանը տալու են։ Այդ մարդկանց այդքան անհանգստություն պատճառել, այդքան նեղություն տալ, այդքան լուրջ, պատկառելի ճանապարհ անցած մարդկանց ընտանիքներով տանել Երևանները, հակակոռուպցիոն կոմիտեների դեմը կանգնեցնել, գիշերով տարիքով մարդկանց հանել փողոց ուղագի, բաց թողնել փողոց գիշերով, անօգնական, առանց գումարի, առանց բանի մարդկանց թողել գիշերով փողոցները ու վերջում ինձ են ասում ոնց էս Գյումրիում մանկալու, սիրելի գյումրեցիներ, այդ ամեն ինչը ձեր դեմ արել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այստեղած պատասխանատուները, նախընտրական շտաբի պատասխանատուները, Երևանից եկածները, ովքեր որ մտածել են շատ լավ բան են արել կամ ովքեր որ վրեժ խնդիր են եղել եւ այսօր էլ վրեժ խնդիր են լինում, ձեր նկատմամբ վրեժ խնդիր են լինում եւ փորձում են ամեն ինչ անում են, որպեսզի խառնակցություն լինի։ Ես կոչ եմ անում այստեղի տղաներին, տեկանանց հետ, ինչպես միշտ ես իմ չափը մշտապես պահել եմ եւ կանանց երբևիցե չեմ արձագանքում, չնայած հասկանալի է, որ կանայք փորձում են իմ անունը տալով ինքնահաստատվեն, բայց նորմալ եմ ընդունում, ներողաբար եմ մոտենում այդ ամեն ինչին,
Բայց պիտի բոլորս հասկանանք, որ վաղը մյուս օր այս իշխանությունը չի լինելու։ Եվ իրենք, եւ իրենց ամուսինները, եղբայրները, իրենք հենց տղաները այս քաղաքում շարունակելու են իրար հետ ապրել։ Բոլոր իշխանությունները եկել եւ գնացել են։ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն է գնացել, Սերժ Սարգսյանի իշխանությունն է գնացել։ Համոզված եմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է գնալու։ Մենք այս քաղաքում եղել ենք, կանք ու կմնանք։ Ես կուզենայի, որ բոլորս միասին այս քաղաքում, անկախ իշխանություններից, անկախ ժամանակը, որից որ տեղում, որ ժամանակաշրջանում մեկ իշխանություն է օգտվում է իշխանության բոլոր լծակներից, իրավական, ուժային կառույցների հետևը թաքնվելով, լուրջ դեմ խաղալով, ընդդիմադիր կարգավիճակ ունենալով եւ այդ ճնշումները իր վրա զգալով, այնուամենայնիվ ժամանակները, տեղերը սովորություն ունեն փոխվելու։ Մենք այս քաղաքում ոչ իշխանությունով ենք եղել, ոչ իշխանության հնարավորությունների շնորհիվ ենք քաղաքում այդ հարգանքը, պատիվը, անցած ճանապարհը ձեռք բերել, ոչ էլ հետայսու ենք դրանով առաջ գնալու, բայց մյուսները պիտի հասկանան, որ դա այդ ամեն ինչը ժամանակավոր է, պիտի կարողանաս հետո քաղաքում իրականում որպես քաղաքի տղա, որպես քաղաքի մարդ կարողանաս շարունակել ապրել։ Իսկ ես ամբողջ ընթացքում այդ մասին չեմ մոռացել։ Անձնական բնույթի հարցերը մնում են անձնական, ով ում հետ ինչ հարց է ունեցել, ով ում հետ ինչ պրոբլեմ ունի, ամեն մեկը իրանց հարցերի ու պրոբլեմների տեղը ու ժամանակը ունեցել են, լուծելու իրենց պրոբլեմներն ու հարցերը կարող են լուծել կամ կարող են իրենց հարցերը լուծել այս քաղաքական process-ների հետ, ոչ մեկը չփորձի իրենց անձնական անհաջողությունները կամ հաջողությունները կապեն այս քաղաքական process-ների հետ։ Սա քաղաքական process է, սա քաղաքապետի ընտրություն է եղել, եւ ես ընտրությունների օրը, երբ որ հարցազրույց էի տալիս լրատվամիջոցներին, երբ որ հարցնում էին, թե բա ինչ եք անելու, եթե չունենաք այն կանցեն, որ կարողանաք Վարդան Ղուկասյան ծավալցային տանեք, ինչ եք անելու, ես այդ ժամանակ եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետ չի ունենալու համոզված եմ, իսկ մենք ձևը գտնելու ենք։ Ճիշտ է, մեծ հաշվով որ ասես ոչ թե էլի անձնականով եմ ասում, այլ քաղաքի շահերից ելնելով իդեալական ձևեր, որ գտել ենք, ես դա հասկանում եմ, գիտակցում եմ, ես Գյումրիում եմ, գիտեմ նաև Գյումրիում շատ դեպքերում ինչ տրամադրություններ են, որ ասեմ իդեալական տարբերակ է, իդեալական տարբերակ չէ, բայց մենք վադագույնի ու վադի մեջը որոշում ենք կայացրել, իմ անձնական կարծիքով ես այդ ամեն ինչը ասում եմ, իսկ ես կոնկրետ առաջարկություն արել էի, թե ես ոնց էի տեսնում այդ ամեն ինչը, բայց քանի որ 4 ուժերի մեջը ես այս կտրվածքով վերցրած մենակ էի, ես մյուսների որոշումը հարգեցի, հաշվի նստա այդ որոշման հետ եւ ես էլ արեցի իմ քայլը։ Ձեզ քաղաքի ճակատագրի պատասխանատու համարեցի։ Այո, բայց այս ընտրություններով ինչ է փոխվել։ Գյումրիում քաղաքապետի ընտրություն է եղել, քաղաքապետ է ընտրվել։ Այդ ոչ ճակատագրական, էլի եմ ասում, մեկի գլխուց մազնի, էս լինի, այն լինի, դե այնա Երևան եղավ։ Նոր-նորքի այդ process-ները հայ չէին, հայի գլխուց մազ չընկավ, ինչ արվեց, ինչ է արվում։ Այսինքն, ինչ հասկանանք, էլի Վարդան Ղուկասյանը ընտրվել է Գյումրու քաղաքապետ, այստեղ ուժային կառույցներ բանել հեշ բան չկա, հա, բոլորը հավաքեցին վեշերը, այդ պայուսակները խփին թևերի տակը գնացին Գյումրին թողեցին, գնացին, հա, Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է դառել։ Հիմա մարդուն դու մտածե, հանգարց քաղաքում բան եղավ, ինչ պիտի անի, ինչ պիտի պատասխան տաս։ Ոչ մի բան չկա, ինչ է եղել։ Քաղաքապետ է դարձել, պատասխանատվություն է վերցրել իր վրա, պատասխանատու է օրենքի առաջ, պատասխանատու է պետության դեմը, լավ գիտակցելով, որ պետությունը ամեն րոպե վարյան անգամ աշկը չի թերթելու, եթե քաղաքում իրանց հետ կապված մի հատ վատ քայլ եղավ,
աշկը չի թերթելու եւ պլյուս դրան 3 քաղաքական ուժերս էլ հետը։ Ուշով հետևելու ենք։ Քաղաքում մի հատ ավելորդություն պրոբլեմ է ունենալու Գյումրու ավագանիում։ Քաղաքում մի հատ ինտրիգներ պրոբլեմ են ունենալու եւ շատ նորմալ է, բնական է։ Իսկ եթե մարդը նորմալ աշխատելու է, ուրեմն թող աշխատի։ Ոչ մի պրոբլեմ չի ունենալու։ Գյումրեցիները համենայն դեպս պրոբլեմ չեն ունենալու։ Այն որ ասում են արդեն ասեկոս են շրջանառվում Գյումրի քաղաքում, որ կաբինետը բացում է 4-5 հոգի նստած, չգիտեմ ինչ բան, չնայած ասել եմ իմ ավագանու խմբակցության անդամներին ասել են, որ շատ հետևողական են լինելու, շատ հետևողական են լինելու Գյումրու քաղաքապետարանում ինչ է կատարվում, այդ ամեն ինչը եթե նմանատիպ բաներ է լինի, այսինքն բամբասակի գիտեք ինչ բան է, ել չեն կարող գնալ քաղաքապետարան, որ դուրը բացում ես մի քանի հոգի նստած են այնտեղ, չգիտեմ ինչ դեմքերով վրաներս են նայում, սիրելի գյումրեցիներ, եթե Գյումրի քաղաքում, Գյումրի քաղաքապետարանում մեկ մի խնդիր կունենաք, մեր քաղաքախմբակցությունը եւ անձամբ ես պատրաստ եմ բոլորիդ խնդիրները լսելու, բոլորիդ կողքը կանգնելու, հավատացած եղեք, խնդիրներ ունեք, չեք կարող մարդկանց մոդը մտնել, չեք ուզում գործող իշխանության մոդը մտնել, մեր քաղաքախմբակցությունը պատրաստ է լսելու բոլորիդ խնդիրները, դիմումները մեկ առ մեկ վերցնելու, ուսումնասիրելու եւ ձեր փոխարեն կռիվ տալու քաղաքապետարանում, որովհետեւ իհարկե օրենքի սահմանում, եթե պահանջները օրենքի սահմանում են, որովհետեւ բոլորի խնդիրներին լուծում տանք։ Ինչ է եղել Գյումրի քաղաքում։ Ինչն է այս խառնաշփոթից հայտնոտի նպատակը որն է, այդ փոթորիկը մի բաժակ ջրում ինչով է պայմանավորված։ Ինչ է քաղաքապետի պաշտոն ունենա։ Ոչինչ թող Գյումրիում մեջ ունենա։ Չնայած ես ժամանակին իմ կարծիքը հայտնել եմ այդ մասին եւ չտա ասված, բայց առաջիկայում կտեսնենք ինչ կլինի։ Իսկ ազգային ժողովի ընտրություններում ինչ կլինի, ես նոր ասում եք Արցախ թաղամասի բնակիչները իրենց պատասխանը կտան։ Նկատի ունեք ազգային ժողովի ընտրություններում։ Ազգային ժողովի ընտրություններում է, մնացած առումներում է, չի կարելի այս ընտրություններով պայմանավորված չի կարելի ամբողջ քաղաքը խառնել իրար։ Ու դրա մասին պիտի մտածենք առաջնահերթ մենք, գյումրեցիներս, տեղի ժողովուրդը, երևանցիներին ինչ կա։ Երևանցիները գալիս են, իրենց խառնակցությունը անում են, քաղաքային ընտրությունները քաղաքական ընտրությունների են վերածում, ամեն մեկը իրանց անելիքը, ով մի բան փախցրավ գնաց, ով էլ չկարողացավ, ձեռնունայն թողեց գնաց իր Երևանը, մենք այստեղ մնացել ենք մեր քաղաքի մեջը խառնաշփոթ, լարվածություն, թշնամություն, սրան նրա հետ, նրան նրա հետ, փորձում են այս քաղաքը պառակտել։ Այդ խնդիրը սրա մեջ է, որ մենք պիտի հասկանանք, գիտակցենք, որ հասկանալի է բոլոր քաղաքական ուժերն էլ ուզում են ինչ որ տեղ մի հատ process գեներացնեն, որը որ իրանք քաղաքական դիվիդենդներ ձեռք բերեն։ Բայց մենք գյումրեցիներս այդ մասին պիտի հասկանանք, պիտի գիտակցենք, որ մեր ձեռքով, մեր քաղաքի հաշվին թույլ չտանք այդ ամեն ինչ անենք։ Ընդամենը էս է։